երկերի համազգեստի հատվածների պարապապիկյան ես մի քանի հարց ունեմ համազգեստի մասին խոսեցի, նոր համազգեստի մասնակետ քննադատություն եմ ուղղում, որ մասնավորապես համազգեստը պատկանանք չի ներշնչում, ինչ կարծիք ունեք դրա մասին հենց, եւ ասացիք, որ զորային փորձարկում անցնում, արդարացում արդեն երեջուկ տվյալներ ունեք թե ոչ, երկրորդը պաշտպանության նախարարության գնաց, սակայն այդպես չմատակարարված նոտրիքի հետ կապված, քանի դատական գործ կա այդ մասով այսօր, քննվում է արդյոք կամ հետենք ծրագրի եւ այլն, հայցակետներ։ Հաջորդը վստահելի ռազմական դաշնակիցների մասին նայում հարցնել Հայաստանին, ինչ կարծիք ունեք այս մասին, ովքեր են Հայաստանի վստահելի դաշնակիցները եւ արդյոք Եվրամիությունից ճանաչալիք է Հայաստանը այսօր։ Եվ բացի այդ ֆակտորների տեղեկություն է ստացել, որ զինծառայողների տրամադրված զրահաբաշխումները չափով հաճախ մեծ են երկրների շատ անհարմարանում, իսկ չափերը փոխելն էլ անհնար։ Այս մասին տեղեկություն ունեք, լուծումը ինչպես է պատկերացնում։ Հարգելի գործընկերներ, զինված ուժերը այսօր գնում է զրահաբաշխում, որը 44-օրյա պատերազմից հետո մշակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի մասնագետների կողմից։ Այսինքն ինքը այնպիսին է, որ ապահովում է զինվորի կենսական հատվածները։ Այն, որ կան ավելի թեթև զրահաբաշխումներ, այո կան, բայց այդ զրահաբաշխումները բոլոր ստորաբաժանումների համար չեն։ Դրանք հատուկ նշանակության ստորաբաժանումների համար են։ Երևի տեսանյութերով տեսել եք, դրանք են փոքր։ Միայն Կուրսկը եւ մեջքը փակող զրահաբաշխումներն են, որը համապատասխան ստորաբաժանումները զինված ուժերի ունեն, իսկ ավելի մասսայական կունենան առաջիկայում։ Բայց ամբողջը փոխելը կամ ամբողջը դարձնել այդպեսին, դա ֆիզիկապես հնարավոր չի։ Այլ բան է, եթե իրական բողոքներ ունեք ու այդ բողոքները հիմնավոր են, մեր գործընկերները որոշակի փոփոխությունների դա ենթարկեն, բայց գնումը կատարվում է հաստատված մեր կողմից ներկայացված ձևանմուշի հիման վրա։ Ինչ վերաբերում է դաշնակիցներին ու բարեկամներին, կարծում եմ մեր արտաքին հարաբերությունները շատ բաց են, տեսանելի են հասարակության համար, բայց ռազմական առումով նորից եմ նշում, մենք շարունակում ենք ապավինել մեզ, մեր արտաքին քաղաքականությանը, մեր տնտեսությանը, որպես մեր երկրի անվտանգության բաղադրիչների անվտանգության եւ բնական է Հայաստանի Հանրապետության բանակին։ Այն ինչ մնաց։ Ինչ վերաբերում է համազգեստին, այո, process-ը շարունակվում է։ Ես անձամբ գոհ եմ, չեմ կիսում այն կարծիքը, որ դա պատկառանք չի ներշնչում։ Չեմ կարծում, որ այսօրվա համազգեստը ինչ-որ մեկին պատկառանք է ներշնչում։ Չնայած որ մեր համազգեստն է, պարտավոր ենք սիրել ու գնահատել։ Բայց ես կարծում եմ, որ սա այն փուլն է, որ պիտի ոչ միայն գունային երանգները, այլ նաև դրա հարմարավետությունը, դրա շերտավորումը հաշվի առնենք, իսկ դրանք բավականին տեսականիով, ձևով, ոճով հարմար են, լավն են, ժամանակակից են, գերարդիական են, շնորհակալ եմ։ Դուք հիմա խոսում եք դատական process-ների մասին, հարգելի գործընկերներ, պայմանագրային հարաբերությունները պարտադիր չի, որ իրենցից ենթադրեն քրեական գործեր կամ դատական գործընթաց։ Դրանք կարող են խզվել միակողմանի եւ երկկողմանի համաձայնության եւ այլ լուծումներ ունենալ։ Այսինքն ես չգիտեմ ինչից է առաջացել ակնկալիքը, որ անպայման պիտի դատական process չունենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար